Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակենք միասնապար սերդել Սուրբ Գրիգոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Հասած ենք սերդելու 50-րդ փանի խոսքի գլխու երկրորդ մասը։ Նախ ցեզի ընթերցեմ քրափար բնակիրը եւ աբա սիրելիներ թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա քիմ փենմաս իխորոց սրդից խոսքն տաստուծո այլ ար շնոր նորոք բրգությանս բազմո կոհապանությամբ հետևյալ ի հաջախություն ամփավիցն լրյալ արսամին իսկույն գարգեցա քանզի գրգնյալ ըզլուսույթ անսպար Փարիսդ որիքեն արիմ համարս թշվարություն քոյին աղերսի վարկեզ մաղթեցից հարմարյալ դարձյալ ինույթը սփանիս ըզդար ողբերգության այս ըրմադենի լցից տաղծությամբ եւ հեծեծանոք այլ արյալ խառնեցից իդվողիտ հաջություն ընծավոցն ըստեղն ընդվհադությանն ըսխրախույսն ընդհուսահադությանն ըզիշադագտ անվան հաստողիտ ընդդխրությանն ըս փոփանցդ ընդ իմումս թարնության ըս քաղցրություն գենարարիտ ընդ բադիժ օրինին ըս շնորն ընդ բարդս անիծիցն զազադարար օրտությունդ ընդ մարմնո մահուն զամենայնիվ նորոգությունդ Սիրելներ, երբ առաջին մասը գսերդեինք տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին գսեր Տեր Հիսուս Քրիստոսին որ ամբողջ դիեզերքը չափողը տունես սահմանները որ մեկը չի գրնար դիեզերքի սահմանները ճշտել դու այդ սահմաններն ալ գանտրանցիս դու ամենազոր ես քեզի համար անգարելի բան չի գա եւ իրարու ներհակ բաները Սուրբ Քիրքեն մեջ բերելով Սուրբ Նարեգացին գսե դու գրնաս անցրևը գրագի բես տապել ինչպես Սոդոմ Գոմորին վրա տապեց դու գրնաս գրագը ծողի բես դարձնել ինչպես որ Սեդրակ Միսակ Աբեդնագովը երբ Բաբելոն կերևարված էին եւ Նաբուկոդոնոսոր արքան զանոնք փոցավար գրագին մեջ դեդեց անոնք ոչ մեկ վնաս չստացան եւ երբ գրագեն դուրս եկան նույնիսկ անոնց հագուստերուն վրա գրագի հոտ չկար անոնց մազերն անգամ չէին այրած գամ գսե թուն գսե փանագանը անխոս եւ անշունչ արցանի գվերածես ինչպես որ Ղովդի գնոջ դարձուցիր եւ դարձավ Սոդոմ Գոմորը նայեցավ դարձավ աղի արցան իսկ մյուս կողմենալ անփանը անփաներուն խոսիլ գուդաս ինչպես էշին խոսիլ դվավ 5 դագարան մեջ ինչպես Հիսուս ասավ եթե Օվսաննա երբ որ գսեին երեխաները եւ մարտիկը իր Երուսաղեմ հաղթակամուտքին ժամանակ եթե այս մարտիկը լրեն ապա քարերը պիտի աղաղագեն նաեւ գսե թուն գսե ամոթահար գթարցնես ինքզինք արտար գարձողը խոսքը Փարիսեցի մասին է եւ գմակրես գսրբացնես մեղավորը ինչպես էր Մաքսավորի բարական եւ ահա Նարեգացին այսպիսի ներհակ օրինակներ ցույց տալով գսե որ դեր թուն գսե ողորմած Աստված ես կթած Աստված ես ներող Աստված ես մեր մեղքերուն համացայն չես տարմեզի եւ երբ որ գվերջանա գսե գսպարին մեր գոմեն բոլոր բարիկները այդ ժամանակ դեր գսե թուն քու գոմետ քեզի համար քու զորությամբ գներես մեր մեղքերը կմաքրես մեզ ծունին մանսպիտակ կդարձնես ինչպես որ Եսայի եւ Երեմիա մարգարեները գսեն այժմ պիտի շարունակեմ երկրորդ մասը ուր Սուրբ Նարեգացին սիրելներ գշարունակե նույն այս հոգին եւ գսե որ դեր այս բոլորը ահավասիկ այս բոլոր բարիկները երբ որ գտեսնեմ ես որքան աբերախտ գտնված եմ ադոնց նկատմամբ
Եվ ահա գուզեմ հիմա այս բոլոր օրտությանց հետ իմ ողբերս հետիծանքներս ալ կուտիմացդ բերել։ Լսենք ինչ կսեն արագացին։ Կտարկմանեմ առաջին քանի մտողերը։ Գսե այս նոր փրկության շնորհքները բազմաբիսի քոհապանությամբ քննելով անոնց անսպար շադության արչև իսկույն լրեցի ու բաբանցեցա։ Սուբնարեգացին դեսնելով դիրոջ մեզի հանդեպ ցուցաբերած ողորմությունը, մարտասիրությունը հին ժամանակներեն, թե ինչպես Աստված հին ժամանակներուն մեջ անգամ մեղավոր մարդկության նկատմամբ իր ողորմությունը եւ մարտասիրությունը ցուցաբերեց ներելով անոնց մեղքերը եւ քննելով հետազոտելով բազմաբիսի քոհապանությամբ եւ երախտաբար թոքիով այս նոր փրկության կամ փրկագործության շնորհները մանավանդ տեսնելով որ որքան անսպար են չսպարելիք են սիրելիներ այստեղ գսեն արագացին անսպար շադության արչև եւ որ դեսա որ այսքան շատ ներած ես մեզի մեր մեղքերը այսքան շատ ողորմություն ցուցաբերած ես մեր նկատմամբ ես այդ բոլորին դիմաց գարգամեցա բաբանցեցա լրեցի այլոց սելիք չունիմ եւ իսկապես սիրելիներ մարդկությունը որ վաղը Թադաստանի դիմաց Աստծո դիմաց կանգնի Տիրոջ Տեր Հիսուս Քրիստոսի դիմաց կանգնի ով ինչ կրնա ասել ով կրնա ասել որ դու քիչ ողորմություն ցուցաբերեցիր իմ նկատմամբ կան ուրիշներուն ով կրնա ասել անսպար շատ են անչափելի են անբատմելի են Տիրոջ մեզի հանդեպ ցուցաբերած սիրելիներ ողորմությունը անհուն է գարելի չէ սիրելիներ սահման տնել որ որքան դերը մեր նկատմամբ ողորմած եւ կտած եղած է եւ որքան մեր հանցանքները ներած է ամեն մեկս մենք մեզ կնենք իսկապես կնենք հետազոտենք դեսնենք սիրելիներ մենք արժանի ենք այդքան ներումի արժանի ենք այսօրալ բայց որքան ադեմ որ շունչ ունենք մեր մեջ Աստված դեր գները մեզի անսահմանորեն իր քութը սերը ներումը գահիտնե մեր նկատմամբ եւ սիրելիներ այնքան դերը մեր նկատմամբ այս իր քութը սերը ներումը գահիտնե որ մենք այլևս գբաբանցինք Պերանիս գարգամի եւ վայ այն մարդուն որ գայբանե զաստված իր լեզուն պիտի բաբանցի պիտի գարգամի այլևս անխոս պիտի դառնա որովհետեւ դերը սիրելիներ անհուն սեր ցուցաբերած է մեր նկատմամբ հաջորդ քանի մտողերը կտարկմանեմ ուստի հիմա գրգին հիշելով լույսիտ անսպար բարիքները քեզ մե բարգեւված համար թշվարիս բնտակլուխ թշվարիս քու աղոթքովդ քեզի պիտի բաղադիմ դարձյալ խոսքերուս նյութը ողբերգության այս մադյանի դարերուն հարմարցնելով եւ թախիցներով ու հետզանքներով լեցնելով Սուբնարեգացին գհիշես սիրելներ այն բոլոր բարիքները որոնք լույսին գոմե ստացած են ով է լույսը Հիսուս Քրիստոս տեսեք ինչ կսե ուստի հիմա գրգին հիշելով լույսիդ անսպար բարիքները անսպար չսպարող անթիվ անհամար դեր սիրելներ իսկապես անսպար բարիք ցուցաբերած է մեր նկատմամբ եւ հետեւաբար հիշելով այդ բոլորը նարեգացին գսե հիմա եւ այդ բարիքները որու ուրած ես քեզ մե բարգեւված են համար թշվարիս համար կնշանակե բնտակլուխ չոր որ մշտապես մեղքեր կործելով նույն համառությունը գադարելով իշու համառություն գադարելով նույն թշվարության մեջ ենք նույն մեղքերու մեջ ենք նույն մեղքերը կգրտնենք իսկապես որքան թշվար ենք եղել մենք որքան խղճալի ենք մենք եւ վեր հիշենք Աստուծո բոլոր բարիքները
Ինչպես Դավիթ մարգարեն իր անձին հետ խոսելով 103-րդ Սամոսի մեջ կսե. Օրհնե դերը ով իմ անձս, անոր բոլոր բարիքները մի մոռնար։ Սիրելի ավադացիալներ, մենք մեր անձին հետ խոսենք, հիշեցնենք, որ որքան անսպար, անթիվ բարիքները ռած է դերը մեր նկատմամբ, շնորհք ցուցաբերած է, բարգևներ տված է, ներում կատարած է, քաված է մեր մեղքերը, որքան մեր համար մարդոցս, մեր թշվար մարդոցս նկատմամբ, որ դերը սիրելիներ բարդավոր չէ այդ բոլորոնելու։ Մենք ով ենք։ Մենք հողեղեն արարածք։ Մենք դերը սիրելիներ իրավունք ունի դրորելու մեզ, գողկրդելու մեզ անցնելու։ Մենք ինչ ենք, փոշի անգամ չենք այս դիեզերքի մեջ։ Բայց դերը այդքան մեծ սեր ցուցաբերած է մեր նկատմամբ։ Եվ գսեն արեգացին հիշելով ուրեմն լույսիդ անսպար բարիքները ինձի պես համար թշվարից նկատմամբ պարգևած, հիմա քու աղոթքովդ քեզի պիտի բաղադիմ։ Ինչ աղոթքի մասին է։ Գարելի այս խոսքը սիրելիներ երկու իմաստով հասկանալ։ Առաջին Հիսուս Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու 7-րդ համարի մեջ ասավ. Խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Թուրը փախեցեք եւ պիտի բացվի ձեր դիմաց։ Ուրեմն այս աղոթքը դեր որ մեզի սորվեցիր խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի ահավասիկ տարեկացին գսե քու ինձի սորվեցած աղոթքովը քեզի գբաղադիմ։ Քեզ մեկը խնդրեմ։ Եվ գամ կարելի է հասկանալ այն որ Քրիստոս երբ խաչին վրայեն ներեց մեղքերը բոլոր զինքաճողներուն եւ իր հորը սավ հայր ները իրենց որովհետեւ չեն գիտեր թե ինչ կնեն գարտացեք Ղուկաս 23:34 համարը ահա հիմա նարեգացին գսե դեր ես ալքու այս խոսքերովդ այս աղերսանքովդ քեզի գտիմեմ եւ գսեմ դեր ները այս թշվարիս քիդագից կորձած մեղքերը զայնոնք համարելով որպես անկիդագից կորձված մեղքեր ները ահա սիրելներ սուբնարեգացի խորունք խոսակցությունը սրտի խոսակցությունը Աստծո հետ ադեսեք որքան խորունք է սուբնարեգացին եւ նարեգացին գսե որ ուրեմն այս խոսքերով պիտի բաղադիմ քեզի դարձյալ խոսքերուս նյութը ողբերգության այս մադյանի դարերուն հարմարցնելով ուրեմն հիմա ինչ որ պիտի խոսին եւ հաջորդող դողերու մեջ կսեն նարեգացին այս ողբերգության մադյանիս պիտի հարմարցնեմ ինչը եւ այս մադյանիս մեջ ինչեր պիտի լեցնեմ թախիծներ այսին դրդմություններ եւ հարաճանքներ այսին գսկիցներ ցավեր նեղություններ ողբեր հարաճանքներ եւ գիտենք որ սիրելիներ դխրությունները թախիծները հարաճանքները ողբ ու գոձերը արցունքները կդրդմեցնեն չէ հոգին կրնան երբեմն նույնիսկ ուսահատության մատնել այդպես չէ բայց տեսեք սիրելիներ սուրբ նարեգացին սկանչելի հոգին տեսեք իմ հաջորդ դողերու մեջ հիմա կգարտամ հաջորդ դողերը մինչև ավարտը կթարգմանեմ տեսեք ինչ կսեն նարեգացին բայց այս բոլոր դդմությանց ցավերուն հեծիծանքներու մեջ բարգեւողիդ հաջության համար պիտի առնեմ ու խառնեմ ցավերուն հետ թեղ վհադության հետ խրախույս հուսահատության հետ ըստեղծողիդ անվան հիշադակը դրդմության հետ դխրության հետ ըսփոփանքդ իմ թարնությանս հետ գենարարիտ քաղցրությունը օրենքի բադիժին հետ շնորհքը անեցկի բարտկերուն հետ ազադարար օրհնությունդ մարմնի մահվան հետ ամփոխչական նորոգությունդ որբեսի գսեն արեգացին այս թախծությունները այս ողբ ու գոձերը այս հեծեծանքները հարաճանքները զղջումնալից արցունքները հուսահատության չմատնեն զիս որբեսի սատանան չօգտագործե իմ հուսահատությունս եւ զիս քեզ մե հերու բահե եւ այլևս մեջս մեռնի հույսը որ այլևս ինձի հույս չկա բրգվելու ահա սիրելներ այս զղջումին աբաշխարության հետ նարեգացին
հույսը գխառնե եւ գսե դեր ասիգա գնեմ քու հաջությանդ համար քեզի հաջելի հաջույք բաճարելու համար հաջություն բաճարելու համար եւ հիմա սիրելներ տեսեք շնորհադուին շնորհ բարգեւողին բարգեւադուին Հիսուս Քրիստոսին թիմելով գսե դեր գսե ծավերուն հետ բիդի խառնեմ թեր ինչ են ծավերը ինչն են որ սիրելներ մեր կյանքին մեջ ծավ կբաճարեն մեղքերը հետևաբար թերը այդ մեղքերու թերը ինչ է աբաշխարությունը եւ նարեգացին գսե ծավերուն հետ թեր կխառնեմ այսինքն հանցանքներուս մեջ աբաշխարության թեր կբերեմ որբեսի մեղքերս թիմացդ խոստովանիմ եւ թու ներես իմ մեղքերս երկրորդ վհադության հոգեգան ընջախտին հետ այսինքն քաչալերանք խրախույս սիրելիներ իսկապես որ մեղքը մեզ վհադության կդանի հուսահատության եւ ահա այդ հոգեգան ընջախտին մեջ նարեգացին գսե աբաշխարությամբ աստուծո գթարնամ եւ աստուծո խրախույսը աստուծո հորթորը քաչալերանքը գխրախուսե գզորացնե զիս երրորդ հուսահատության հետ ստեղծողին արարիչին անվան հիշադակումը որտեղ սիրելներ միայն արդեն այդ հուսահատության մեջ Հիսուսի անունը որ գրգնես հավատքով ըսես մեջբերես եւ շարունակ այդ խոսքը գրգնես Հիսուս անունը արդեն այդ հուսահատության հետ դուրս կգաս եւ մխիթարություն կստանաս ինչու որովհետեւ սիրելներ երբ որ հիշենք որ Հիսուս անունը կնշանակե փրկիչ եւ մենք փրկության գարիք ունենք հետեւաբար երբ կսենք Հիսուս կնշանակե փրկեզիս դեր իր անունը փրկիչ է Դավիթ Մարգարեն 34-րդ Սամոսի 18-րդ համարի մեջ կսե Դերը պատրաստ է սրտապեկներուն օգնելու փրկելու հուսալքված հոգիները Դերը սիրներ չի գոդրեր հուսալքվածները այլ պատրաստ է օգնելու սրտապեկները բժշկելու հուսալքված հոգիները փրկելու Չորրորդը դխրության հետ դիրոջ սփոփանքը մխիթարությունը Սիրելներ մեղքը իսկապես որ դխրություն կպատճառե իսկ դերը երբ գներե մեր անթիվ մեղքերը ինչ կնե այդպիսով գսփոփե գմխիթարե մեզ գզորացնե մեզ հինգերորդ թարնության հետ գենարարին ցանկ տվողին քաղցրությունը մեղքը սիրելներ իսկապես որ թարնություն կբերե թարն կնշանակե լեղի մեղքը մահվան առաջնորդ է գսե Բողոսարակյալ Հռոմայացիներու նամակի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ մեղքին վարձքը մահ է բայց դերը ահա սիրելներ մեղքին փերած մահվան թիմած ինքը քանի որ գենարար է այսինքն ցանկ դվող է հետեւաբար մեզի սիրելներ այդ թարնության թիմած ցանկ կուտա քաղցրություն կուտա դերը ինքն է մեր քաղցրությունը եւ երբ կչնչե դերը մեր բոլոր մեղքերը մեր բոլոր անցանքները ապա հավասիկ թարնությունը կդարձնե քաղցրության 6-րդ օրենքի բադիժին հետ շնորհք հին օրենքը սիրելիներ խստիվ գսպարնար բաժել մեղավորը իսկ Քրիստոս եկավ եւ նոր օրենքի մեջ մեզի տվավ շնորհքը ներումի շնորհքը 7-րդ անեցքի բարդկերուն հետ ազադարար դիրոջ օրհնությունը սիրելիներ մեր նախածնողները երբ մեղանչեցին իրենց մեղքին պատճառով անեցք մտավ աշխարհ անոնք թադաբարդվեցան մահվան թադաբարդվեցան բայց Տեր Հիսուս Քրիստոս երբ եկավ այդ անեցքը մարդկության վրայեն իր վրա առավ
ինք մեր փոխարեն անեծքի դեր դարձավ, ինչպես կսե Պողոս առաքյալ, եւ խաչին վրա երբ կամվեցավ, մեր մեղքերը այնտեղ կամեց եւ մեզի տվավ ազատություն։ Ազատություն։ Ահա դորամար նարեգացին գսե անեծքի բարդկերուն հետ ազադարար դիրոջ օրտնությունը պիտի խառնեմ այս լողերուս մեջ։ Դերը մեզի իսկապես օրտնության արժանացուց։ Եվ վերջապես սիրելներ, վերջինը մարմնի մահվան հետ ամբողջական նորոգություն։ Ադամ երբ մեղանչեց, Աստված արդեն նախքան մեղանչելը Աստվածը ասավ, այն օրը որ բարի ու չարի գիտության ծառեն ուտես, անշուշտ պիտի մեռնես։ Եվ երբ Ադամ եւ Եվան ճաշակեցին այդ ծառի բդուղեն, դժբախտաբար մահը ճաշակեցին եւ մարմինով ալ մեռան, որովհետեւ Աստվածը ասած էր Ծննդոց գրքի 3-րդ գլխու մեջ 19-րդ համար հողեիր եւ հողին պիտի դառնաս։ Ահա նարեգացին գսե մարմնի մահվան հետ պիտի խառնեմ ամբողջական նորոգությունը։ Ով փերավ մեզի նորոգություն։ Քրիստոս։ Քրիստոսով մենք նորոգված ենք սիրելներ։ Երբ որ Քրիստոսը ընդունենք, եւ որ Քրիստոսը ընդունած ենք, մենք նոր մարդ դարձած ենք։ Պողոս առաքյալ գսե 2-րդ Կորինթացիներու նամակի 5-րդ գլխու 17 եւ 18 համարներու մեջ։ Ովևէ մեկը, որ Քրիստոսի միացած է, նոր արարած է։ Այլևս չէ այն, ինչ որ էր նախաբես, որովհետև ամբողջությամբ նորոգվեցավ։ Եվ այս նորոգությունը գուքա Աստուծմե, որ Քրիստոսի միջոցով մեզ իրեն հետ հաշտեցուց։ Տեսակ ինչ է նորոգությունը։ Հաշտվել Աստուծո հետ։ Մենք Քրիստոս սիրելներ եկավ նորոգեց մեզ, այսինքն հաշտեցուց մեզ հորը հետ։ Մենք որ Ադամի կործած մեղքին պատճառով խորթացած էինք, մահացած էինք, մեռած էինք Աստուծո համար։ Քրիստոսով մենք վերագենտանացանք, ադորամար Հիսուսով եկավ որպեսզի դուք կյանք ունենաք եւ առավել կյանքը, լեցուն կյանքը, ամբողջական կյանքը, հավիտենական կյանքը։ Փառք Հիսուս Քրիստոսի սուրբ անվան։ Փառք, որ մեզ նորոգեց իր հոր հետ հաշտեցնելով եւ մեզի նոր մարդ իր մով ազատված մարդ դարձնելով։ Ավասիկ սիրելներ, այս երկրորդ բաժնի բացատրությունը 50-րդ գլխու։ Դարձյալ գարտացեք նարեգացի այս աղոթքը եւ ամեն օր գարտացեք սուրբ նարեգացի աղոթները, որովհետեւ անոնք սիրելներ զորություն են մեզի համար։ Եվ իսկապես նարեգացի աղոթներով մենք մեզ ավելի կճանչնանք, կտեսնենք որքան մենք սև ենք, մեղքերով լեցուն ենք, բայց նույն ժամանակ կտեսնենք Աստուծո լույսը, կտեսնենք թե Քրիստոս որքան մարդասեր ու ողորմած է, որ մինչև վերջ ողջ չի բայեր մեր նկատմամբ, մինչև վերջ երես չի դարձնել մեզ մե, այլ դերը գողորմի մեզի եւ իր արյունով կմաքրե մեզ մեր բոլոր մեղքերեն ու հանցանքներեն։ Փառք ամենասուրբ երրորդության։ Միշտ պարապանենք Տիրոջ անունը եւ հիշենք սիրելներ, որ մեր մաքրությունը, մեր նորոգությունը Քրիստոսով եղավ, Աստուծո հետ մեր հաշտությունը Տեր Հիսուս Քրիստոսի զոհագործության միջոցով եղավ։ Եվ Սուրբ Հոգին է, որ մեզ գարաչնորհե այդ մնայուն նորոգության, որբեսի արժանի դառնանք հավիտենական փառած բսագին եւ հավիտենական կյանքին։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։